Velem, անցնեմ չբարևեմ մի հատ, ոնց կլինի գամ անցնեմ տենց ու անտարբեր չբարևեմ։ Շատ ուրախ ենք ծանոթանալու համար։ Նմանապես առիթ չի եղել, դուք ստեղ եք ապրում։ Ես այն շենքում ապրել եմ, ես ասեմ, որ թվին 2000-ից 2001-2002 թվին այս շենքի 1 2 3 4 5 6-րդ հարկում ապրել եմ։ Մենք էլ ստատուրում ենք 78 թվականից։ Ուրախ ենք շատ։ Ոնց է տրամադրությունները, ոնց է։ Լավ է, հալամոր, տենանք վերջին չկլինի։ Ինչից եք անհանգիստ, ասեք։ Ընդհանրապես ես անհանգիստ չեմ, Էդ լավ է, էդ լավ է, էդ լավ է, մարդ եթե սիրում է, էդ լավ է։ դեպի անհանգիստ եմ։ Ես հսակում նոր եմ աշխատանքից դուրս եկել, 87 տարեկան եմ։ Դուք մեր իդեալի քաղաքացին եք։ Դուք մեր իդեալի քաղաքացին եք։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ դրա համար։ Ես ձեզ մի բան ասեմ, էլի, թոշակառուի համար, իհարկե եթե առողջությունը թույլ է տալիս, բայց աշխատելը մարդու կյանքը ավելի բովանդակային չի դարձնում եւ ընդհակառակը ավելի դիմադրողական չի դարձնում։ 3 ամիս նոյեմբերի 1-ից ազատվել եմ աշխատանքից, խանեմ ես անում։ Իսկ գաղտնիք չի ասեք որտեղ եք աշխատում եւ որպես ինչ։ 27 դպրոցում։ Որպես առաջ սկզբից տնտեսվարի, հետո գիշերային պահակ։ Ահա, խնդրեմ։ Լավ էլ աշխատում ենք, նորմալ էլ ապրում ենք։ Շատ լավ։ Եթե մարդ չաշխատի, նա երբեք առողջ չլինի ընդհանրապես։ Երկրորդն էլ մի sense բան էլ կա, որ շատ երբեմն հետաքրքրվում ենք, ասում ենք, լավ, ելնում է, որ երիտասարդություն եւ այլ չեն աշխատում, ասում ենք ինչի չեք աշխատում, դե ասում են աշխատավարձերը ցածր, ընդունում եմ, որ շատ դեպքեր կա, որ աշխատավարձը նայում են, բայց ասում եմ մեկը չեմ հասկանում, ոնց է չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր, քան աշխատելու աշխատավարձը։ Այսինքն մենք պետք է քաջալերենք, որ այսօր տղեր կան, բան եմ մտնում, շքամուտք եմ մտնում, մի հատ երիտասարդ տղա է դուրս գալիս, նկուղից այդ բանի սուպերմարկետի շորերով, ասում եմ, քանի տարեկան եք, ասում է 18։ Եվ ասի շնորհակալություն, որ աշխատում ես, որովհետև մենք անցնում եմ կոմունալի աշխատողներն են, մոտենում եմ բոլորի ձեռքը սեղմում եմ, որպեսզի ես գնահատում եմ այդ մարդկանց, որոնք աշխատում են, որովհետև ամեն աշխատանք էլ անուն կարելի է դնել, սկսած իմ աշխատանքից կարաս ասես արա դե չեմ ուզում, բայց աշխատանքա պետք է անենք, կարելի է նվիրեմ սրանից ձեզ մի հատ, շատ ուրախ կլինի, կարելի է ես իմ ձեռքով փակցում, շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ, հիմա գիտեք, որ առողջության ապահովագրության շահառու եք, Աստված տա, որ կարիքը չունենա, բայց եթե մարդ տեղի կրեք չունեմ, ձրի ստանում եմ, 3 դեպի եմ ձրի ստանում, շատ նորմալ է, ապահովագրությունով եք ստանում, այսինքն վճարում եք դիմացը, թե չէ, հա, ձրի չեք ստանում, կառավարությունն է վճարում, ես եմ ձրի ստանում, հա, բայց կներեք, բայց այդ ձեր աշխատանքն է, չէ, որ գնացել է, մտել է պետական բյուջե, հիմա վերադառնում է ձեր։ Հիմիկվա շատ կարողադեր կայնացներից 50%-ը չհասկանան, որ մարդ պետք է աշխատի, որ այդ փողով պետությունը հարստանա։ Որ ասում եմ մեր իդեալի քաղաքացիքն եք չկա։ Ռազմական տեխնիկան ուժեղանա։ Որ դպրոցները Հələ մի բան հարցնեմ, ձեր կարծիք է տակտիկի է։ Մտածում ենք այսքան որ քննարկում են, ասում են, վայ, բա ինչ արիք այդ փողը, որ մտածում ենք այդ մեր ձեռք բերած ռազմական տեխնիկան եւ այլն մի ձևով մեր ժողովրդին ցույց տանք, ինչ կարծիքի եք։ Տրամոս պատասխանը մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ինչ ուզում ես սուստը չեն հասկանում։ Չէ, բայց դե գոնե հասկացողների մարդ ցույց տան։ Հասկացողները առասուստել հասկանում են։ Այս ինչ է տակրկի դեր ազգանն ինչ է։ Գևորգյան։ Անունը։ Գևորգյան։ Արմիկ Գևորգյան։ Պարոն Գևորգյան։ Պասպորտը Արմիկ։ Պարոն Գևորգյան, այսօրվա օրը հաստատ անլիարժեք կլներ, եթե հանկարծ այս մեր խոսակցությունը տեղի չունենա։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Բոլորին ձեր ճանաչում եմ, բոլորին տելևիզորով։ Էսա եղբայր։
Շնորհակալ։ Բայց էս ինչ հա, էս են էր։ Քաղաքացիել երկու թորների հետ ձեզ ասպասում էլի։ Էսա հաճույքով։ Քաղաքացի ջան, եկեք, մոտեցեք, տեսեք ինչ է, տակիր քաղաքացիա թորների։ Հետո մեզ խափում ասում է ջահել տղա եմ։ Իմերեք։ Էս քեզ անունդ ինչ է։ Մարիամ, Էս քեզ Մարիամ ջան։ Քոանն ինչ է։ Քոան Արմենա քոանուն։ Կարայի կռահեի, էս էլ վերցու։ Շատ ապրեք։ Սակ որ շատ եք տեսնեիք։ Շատ ապրեք։ Համեցեք եղբայր։ Հաճույքով եղբայր, բարև եղբայր։ Լավ եք։ Իմ ձեռքով ֆակցնեմ, եթե թույլ եք տալիս։ Թույլ եմ տալի։ Շնորհակալ եմ եղբայր։ Լավ եղեք։ Լավ եղեք։ Աշխատել եմ Դեմիրճյանի մոտ, զավոդում, ունեմ 28-29 տարի ստաժ, անցած թոշակի 17 թվականին, ուրեմն տվեցին ողրը աշխատել է բաղային ծառայություն, գնացի թոշակի ստացալ լրիվ 37,000 քանից հաշվարկեցին, այդ լրիվ 28-9 տարվա։ Թոշակի հարցա, բան։ Հետո անցավ բանը, մի տարի անցավ, հետո թուղթ եկա, որ 4 տարի էր աման եկե, որ գործան չի աշխատե, այս ստաժը չեն հաշվում։ Որտե դիմեցի արխիվ նորից, նորից սոցիալբաժին նորից, այնքան բան պատահ, Այսինքն սկզբից Ճարաշ չեն լինում, տարբեր գործարաններ, տարբեր տարիներ։ չէ, մեր բաղային ծառայություն աշխատել է ողջում։ Վերջումն էլ նորից հետ կանչին, մի տարի կես ստացել է թոշակը 4 տարվան ամեն ամիս պահեցին։ Հիմի սալուծվող հարցա թե Հիմի չլուծվող դատարան ասին տամ թիվ են ուզում, որ ես տամ դատարան, ագնացի արխիվ եկա փող մուծեց 2002, այլոք գործարան, Դեմիրճյանի մոտ շտապ է աշխատում։ Դե ենթադրում ենք մի հոգու չի վերաբերվում, շատերն է վերաբերվում, Ու այդպես էլ մնաց sense 20 քանի տա։ Բայց եթե օրինակ պարզվի որ հարկ չեն վճարել բան, Ասենք լինում է գործանը Վճարել են։ ալնում 10 տարի, բայց իրանք աշխատանքային գրքում գրածա, որ իրանք աշխատող են մերը ուրիշ է, համարվել։ Չէ, ձերը չեմ ասում, ընդհանրապես իրանք համարվել են 10 տարվա համար աշխատող։ հետո նայում ենք տակը հարկ չկա ու հանում ենք ստաժը, հա։ Չէ, ի սկզբանե չենք հաշվարկում, պարզապես երևի սխալ ա եղել, հետո հետ հաշվարկ արվել, Հետո գնացին գլխավոր աշխատային, ասում է ես փողեր լրիվ փոխանցած է, գնացա փոխանցած։ Չէ, դե դա թղթերով պետք է երևա, Հա, թղթեր ասում է չկա, ինքը նոր աշխատային եկել։ Ոնց եք։ Լավ եղբայր, դուք ոնց եք։ Ես քեզ ազգային ժողովից եմ հիշում։ Ես ինձ աշխատել եմ 2003 թվականից։ Հա, շատ լավ։ Հա, եկել եմ որպես լրագրող գնացել եկել եմ։ Շատ լավ։ Դու նիվա ունեիր հիշում։ Այո, նիմա ունեցել եմ։ Նիվա բերել եմ, ես սարքել եմ տղեկի հետ։ Հա։ Բաղոն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Լավ է։ 2003 թվին ես հայ-էլեկտրոն փակվավ, Հա։ 20 տարի աշխատել էի դե։ Հա։ Եկա ազգային ժողով 2003-ին Արտուր Բաղդասարյանն էր վարշապանը։ Ազգային ժողովի նախագահ։ նախագահն։ Ես իրան իր քարտուղարուհի մեր շենքից էր։ Եկավ ինձ խնդրեց, ասեց ես էլ շենքի լիազորն էի, ասեց արի ստորագրություն հավաքենք, լավ գրագետ մարդատուն տրվի, ես գրերից էր։ Մեզ օգուտ գտավ։ Ընտրեցի, գնաց, եղավ ազգային ժողովի նախագահ, ես էլ գնացի նստատում։ Փակվավ զավոդը, այդ աղջիկը եկավ, հրաժանից խեստում, ասեց փակվել է գործարան։ Արա, ասեց ազգային ժողովի նախագահը սնդրեց ու ստեցում նստել է կել։ Տարավնդե մոդը, իշ մասնագետ ես, ասի փականագործ վերանորոգող։ Զանգեց գարաժը, ասեց ես իշ մարդուն ընդունեք։ Արեստանոցի վարիչ։ 3 հատ էլ սլեսար կային, հետները դե ես սլեսարական ավարտել եմ։ Ջահելները որ աշխատում էին, նրանց իրանց ուղղություն էի տալիս։ Այդտենց մինչև 17 թիվը 2003-ից, մինչև 17 թիվը աշխատել եմ։ Շնորհակալ եմ շատ։ Մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Իմ ձեռով փակցնեմ։ Ես կտնեմ։ Շատ լավ։ Ես կտնեմ։ Շնորհակալ եմ շատ։ Լավ ես։ Լավ եղբայր ջան։ Լավ։ Ես որտեղ հնում եմ, քո մասին պատմում եմ, ասում եմ որ ես մարդուն կտինդրեի։ Շնորհակալ եմ։ Հետո մի բան էլ ասեմ։ Մեր ասա, մեր նախագահան որ սպանեցին է, Կարեն Դեմիրճյան։ Կարեն Դեմիրճյանը, Հա։ որոնց հագեց եկավ
2 տարի ստե աշխատել է, իմ հետ աշխատել է։ Դաժե ես միած տանոկ էի ռեմոնտ անում, մեծ տանոկ, որ Սուզան Ավերի համար գեներատոր արտադրել 2 հատ զակազ էր եկել։ Չէր աշխատում, գնացի ռեմոնտ արեցի, որ եկավ, տեսավ տանոկի վրան գործեմ անում, վարպետ ասեց, երբ կլինի, ասի, մասը տվել եմ, որ բերեմ։ Բերենք այս ժամ հետո պատրաստ կլի, շուռ եկավ նաչալիկ ցեխին ասեց, հենց վերանորոգեց, աշխատեց, մի աշխատավարձ պրեմիա։ Ուտից գնացել եմ ես ազգային ժողով, իրա վարորդ են դեղեր։ Վարորդը Միշան, ինքը պատմեց, թե ոնց են սպանել, Քոչարյանն է սպանել։ Քոչարյանին պարանը ափսոսա որ կապեն վիզը կախեն, ժնջիլ պտի կախեն ու քաշ տան։ Հաջա։ Մի հատ 2 րոպե էլի խնդրում։ Արա։ Ընկերս ամոթի Մի հատ քրտանքով կամ առաջարկով ուզում եմ մի հատ թեմա ամփոփել։ Ես միջին բիզնես ունեմ։ Հաճախակի խոսում եմ միջին բիզնեսի մասին, հարկերը, թաքսները, ստվերային առևտուր։ Նայեք, սենց է, ես ուզում եմ ասել։ Իսկ ինչ ոլորտում անում։ Մաթերային խանութ է։ Որտե՞ղ։ Միջին, փոքր 60 քառակուսի միջին խանութ է։ Հայատի մեջ է եւ այլն։ Մենք չենք որպես միջին բիզնես չենք ուզում ոչ մի բան հանձնել, ստվերային ոչինչ չենք ուզում անել։ Մենք մի հատ մեր շեմա դրած, այսպես շեմա դրած, ռուչնոյ տորմոզ, ոնց որ ասում են, հասնում ենք այդտեղ ու չենք կարող 115-ը։ Այո, եթե մենք անցնենք այդ 115-ը մտնենք, մենք ընկնում ենք NDS։ Այդ փոքր խանութը NDS-ով չի ապրում, հագվում է։ Կարելի է մի փոքր բարձրացնել շեմը։ Պապոյանը ուր է։ Շեմը բարձրացնել, մենք մեր սաղ Եղբայր, այս վերջերս խորհրդակցություն ենք արել։ Պապոյան, այս վերջերս խորհրդակցություն ու հարկերը հավաք։ Ձեր ազգանունը ինչ է։ Պարոն Գրիգորյան, այս վերջերս կառավարությունում այդ թեմայով խորհրդակցություն ենք արել։ Ուրեմն ֆինանսներ երևի զեկուցում։ Ուրեմն պարզեն ենք, որ Հայաստանում բանը շրջանառության հարկի շեմը, ասենք ավելի բարձր է, քան Շվեյցարիայում, քան եվրոպական մի շարք երկրներ։ Պատկերացրեք մի բան։ Այսինքն Շվեյցարիայում բանը շրջանառության հարկի շեմը մոտավորապես կեսն էր մերի, շատ քիչ այսինքն մերը իրականում 115-ը շատ բարձր է, հասկանում եք, բայց այն որ դուք այդքան առևտուր եք անում, այդ ձեր գործերի լավը լինելու նշան է, հասկանում եմ, ուզում եմ ասել միջին բիզնեսը ինքը NDS-ով չի աշխատում, բայց եթե ասենք մի քիչ ավելացվի ինչքան որ այդ առևտուրն անում խանութները միջին, իրենք շատ չեն անում, կավա 500, կավա 600, ասենք խոսքի այն մնացած որ ստվեր են գցում, դա էլ չեն գցի, հա, ենթադրենք, կրկնապատկվի, եթե մուծում է 315 միլիոնի պարագայում այսքան, հիմա այսօր, հիմա հույս ունեմ ֆինանսների նախարարը կրկնակի, հավելա հույս ունեմ ֆինանսների նախարարը մեր այս խոսակցությունը լսում է, որովհետև այս վերջերս այդ թեմայով էլի խոսակցություն ենք ունեցել, ինչ անենք, շրջանառության հարկը ոնց անենք, ավելացված արժեքի հարկի հետ կապված ինչ անենք, մտածենք ձեր ասածի շուրջ։ Ուղղակի որ ուզում եմ ասեմ բարձր Հասկաց, ես հասկացա։ Այդ խանութները նվիրեմ ձեզ մի հատ սրան։ Շնորհակալ եմ։ Հասկացա։ Շատ չեն անում, որ ասենք NDS-ով ձգեն։ Հաստաշուրը չի կպում։ Ուղղակի ուզում ասեմ Երեխեք ջան, բարև ձեզ։ Կենա դες Չեմ էլ տեսա։ Երեխեք ջան, ինչ եք ուզում։ Նվիրեմ ձեզ սրանից։ Լավ եք։ Բարև վարչապետ, ես ճիշտ ասած միշտ ուզում էի ձեզ մոտենայի, որ ձեր տայի։ Հա, շատ ապրես որ վերջապես մոտեցա։ Բայց ինչ չէր մոտենում։ Դե նոր տեսա։ Հա, այսինքն չեն չի որ հանդիպել ենք, չես մոտեցել։ Ահա, էսա, էսել։ Սենց։ Սենց։ Նախարարի հետ խոսեցիք, չէ՞։ Հա, դե հարցակցեք։ Լուծվեց, չէ, բայց ասեց կնայեն, էլի։ Կնայեն։ Բայց այդտեղ պետքա Ես թվում է դրա երեխեք սպասեք ուրիշ բանել եմ տալիս ձեզ։ Հաճապետ, բայց ապրիլի 1-ի մասով մի քիչ թերահավատ էր, որ 10,000 բարձրանում է, ասած։ Այդ էլ ավելի ժողովուրդ ջան, կատակ չի դա։ ես գիտեի որ կլինի, որ Փաշինյանն ասել է կլինի։ Դե ասախր այդպես բաներին հասկացանք, նենց ուրիշ բաներին թերահավատ, բայց դե ասենք 3 ամիս որ ստանանք, այդ 4 տարվա չստացած տեղը հանելու եք համար։ Դե պեչենիներ կսարվեք։ էսա, էս մեկ, էս երկու։ Ես ձեր հումորը տեսել եմ, որ ձեր ընկերությունը չուներ, հանեց այս պեչենին։ Այ շատ ապրի։ Ես ձեզ,
Թխվածքը։ Ահա։ Լավ եք սովորում։ Հա, Չէ, իսկ տղաները լավ սովորում են։ Հա։ Դուք էլ պետք է լավ Ես սովորեք։ մեծել եմ գերազանցիկ բրծել։ Շատ ապրես, շատ։ Իսկ որոշել եք արդեն որ մեծանաք, վայ։ Ես բժիշկ եմ դառնալ։ Շատ ապրես։ Տիկին նախարարը որ լսել շատ կուրախանար, ինքը տենց փնտրում է այն երեխեքին, ովքեր ուզում են բժիշկ դառնան ու լավ են սովորել, հա։ Տիկին նախարար, լավ լուր ունեմ ձեզ համար, որ անունդ ինչ էր։ Լիլի։ Լիլին ուզում է բժիշկ դառնա։ Մենք սպասում ենք։ Ես էլ քեզ։ Ահա։ Հաջող։ Բարև ձեզ։ Հա, բարև։ Մենք նվիրեմ ձեզ սրանից։ Եհա, բայց շատ լավ է։ Բայց հիմա նաև առողջության ապահովագրությունը չի նշանակում, որ մենք բժշկական ավելի մեծ թվով կադրերի անհրաժեշտություն չէ, օբյեկտիվորեն։ Երեք մարտունիում էր 4 ուսանողներ, ասեցին ուզում են գնան ընտանեկան բժշկություն։ Ամենահետաքրքիրն է, որ առաջ այդ ներկայություն, բայց հիմա քանի որ վարձատրությունը ընտանեկան բժիշկներին վարձացել է, Բայց հիմա նաև մենք պահանջարկն էլ է, չէ՞, մեծ, որովհետև նաև առողջության ապահովագրության համակարգի արդյունավետությունը ընտանեկան բժիշկների աշխատանքի էֆեկտիվությունից է կախված։ Հաջող։ Անով ասեմ, որ ապացույց մասնագետ նախարարը իմ շենքում ով որ ինձ դատի է տվել։ Չէ, ասեմ, բանը գրել է փորձագետը, մեթոդոլոգիա չկա, որ բետոնի մեջ արմատում են ստուգելու։ Չեմ կարող ես մի հարցով 1000 անգամ, ախր ասում եմ զբաղվել ենք, հասկանում եք, ելնում է դեպքեր, որ մոռացած եմ ելնում, որ հասցրած չենք ելնում զբաղվել։ Ձեր հարցով զբաղվել ենք, կարդացել ենք, հանձնարարել ենք, գնացել ենք, եկել ենք։ Պրոբլեմ կա, փակուղումա չի լուծվելու այդ հարցը։ Լուծվողը, ասենք, ես անօրինական բան չեմ ասում, հա։ Նախարարը բետոնի մեջ գրել է։ Դավիթ Գևորգյանն եմ դիմում։ Այն օրը տեղեկանք եք տվել ինձ այս թեմայով։ Հիմա հարգելի քաղաքացին, ձեր անուն ազգանունը Արաքելյան Վարդան։ 5-րդ աստեղ ՍՊ-ի տնօրեն։ Արաքելյանի հարցը, մի հատ իրան զանգեք, այդ տեղեկանքը, որ ինձ տվել եք, իրան ասեք, թե ինչի այդ հարցը լուծվող չի։ Իսկ ես ասում եմ, այդ հարցը օրենքով լուծվող է։ Սպասի, Արի ջոտիկ ջան, ինչ ես ուզում։ Կպցնելու բանից չեք տվել։ Չեմ տվել։ Բա ինչի չեմ տվել։ Բա ոյ կտամ քեզ, այս կպցնելու բանից էլ կտամ, նեղացել էիր, որ չեմ տվել քեզ, հա? Նեղացել էիր, թե մի նեղացի, չէ, տեսը որ հիմա տեսա, հիմա տալիս եմ, տես, բա մի րոպե, հա, դրանից ոչինչ, էս էլ որ քեզ սկզբից չէի տվել, որ չնեղանաս, մի հատ էլ ավել թխվածք եմ տալիս քեզ։ Հա, եղբայր։ Բարև ձեզ, մի հատ նվիրեմ սրանից։ Մի հատ է թորնիկ սովզի։ Թորնիկին էլ, ես էլ կտակ թորնիկին։ Զանով ու բարգանտիզանով ու Շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ Ուրոք չի դարձքում, ես պետք է մայիսի վերջին իմ ընտանիքին բոլոր դրանք ձեզ մենք շնորհակալ ենք ձեր ամեն ինչի համար, իսկ ամեն ինչի համար մենք շնորհակալ ենք ձեզ հավատալու։ Ես եմ Ձեզ ամբերություն առողջություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Այդ տեղեկանքը Դավիթը օգնական խնդրում եմ, էլի եղբայր, թող մի քիչ էլ մարդկանց հետ խոսեցի։ Ողջույններս, պարոն վարչապետ, շնորհակալություն ձեզ, մենք այս ձեռքը երևի կհիշենք։ Պատասխաններ ենք ուղարկել, դուք եք։ Չէ, դա անցել է։ Բայց չհավատացա։